Ողջույն բարեկամներ, բարի գալուստ հայկական խոհանոց, այսօր միասին պատրաստում ենք հնդկաձավարով և կաղամբով շատ համեղ փլավ։ Եթե հնդկաձավար չեք սիրում, ապա վստահեցնում եմ, որ պատրաստման այս եղանակը շատ կհավանեք, քանի որ բանջարեղենով փլավը ստացվում է յուրահատուկ, համեղ, հագեցած համերով։ Բացի այն, որ համեղ է, օգտակար, համարվում է նաև դիետիկ, քանի որ 100 գրամը պարունակում է ընդամենը 150 կալորիա։ Օգտագործվող բաղադրիչները պարզ են և հասանելի, վստահ եմ, որ դրանք բոլորը կգտնեք ձեր խոհանոցում։ Պատրաստման համար մեզ անհրաժեշտ է կես կիլոգրամ կաղամբ, 1 մեծ գլուխ սոխ, գազար, համեմ, 50 գրամ կարագ, 1 ճաշի գթալ տոմատի մածուկ, հնդկաձավար, բուսայուղ և համեմունքներ։ Մանր կտրատում ենք սոխը, քերիչի խոշոր անցքերով անց ենք ացնում գազարը։ Բարեկամներ, իմ ալիքում կարող եք գտնել հնդկաձավարով և տավարի մսով, ինչպես նաև հնդկաձավարով հավի մսով երկու շատ համեղ փլավների բաղադրատոմսեր։ Բաղադրատոմսերի հղումները կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Այս ուտեստը կարելի է պատրաստել մեծ պահքի ընթացքում, բաղադրիչներից հանելով միայն կարագը։ Թարմություն հաղորդելու համար մանր կտրատում ենք կես կապ համեմ։ Կարող եք օգտագործել սամիտ, ազատքեղ կամ խառը կանաչիներ, ըստ ձեր ցանկության։ Կաղամբը ոչ շատ մանր կտրատում ենք։ Բարեկամներ, կաղամբը ամենաքիչ կալորիա պարունակող բանջարեղեններից մեկն է, 100 գրամում ընդամենը 25 կալորիա։ Վերցնում ենք հյութալի, խրխրթան, քաղցր կաղամբ, որպեսզի մեր պատրաստած ուտեստը համեղ ստացվի։ Գազարը և սոխը տապակելու համար օգտագործում ենք կարագ և մի փոքր բուսայուղ։ Երբ կարագի վրա բուսայուղ ենք ավելացնում, կարագը երբեք չի այրվում, սա մի հնարք է, որը միշտ աշխատում է։ Տապակում ենք 3-ից 4 րոպե, մինչև սոխը դառնա թափանցիկ։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք նրբահամ խմորեղենների, բազմաթիվ աղցանների, ավանդական ճաշատեսակների բաղադրատոմսեր։ Սոխը և գազարը արդեն տապակվել է, ավելացնում ենք 1 ճաշի գթալ տոմատի մածուկ։ Եթե ձեռքի տակ թարմ կանաչիներ չկան, այս փուլում կարող եք ավելացնել չորացրած ռեհան և ծիտրոն, այդպես էլ շատ համեղ է ստացվում։ Տապակի մեջ ավելացնում ենք կաղամբը, շոգեխաշում ենք 2-ից 3 րոպե։ Մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն, ավելացնում ենք նախապես լավ լվացած 1 բաժակ հնդկաձավար, աղ և սև պղպեղս ճաշակի և այնքան եռմանջուր, մինչև բաղադրիչները հազիվ ծածկվեն։ Եփում ենք 15-ից 20 րոպե, մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։ Ինչպես տեսնում եք, պարզ, մատչելի բաղադրիչներով պատրաստվող ուտեստ է, որը ստացվում է շատ համեղ և օգտակար։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել խաշած հավի կրծքամիս կամ տավարի միս, իսկ եռմանջուրը փոխարինել արգանակով։ Այդպես փլավը կհագենա կենդանական, օգտակար սպիտակուցներով։ Երբ ամբողջ ջուրը քաշվել է, անջատում ենք կրակը, ավելացնում ենք կանաչին, ծածկում ենք կափարիչով և սպասում ենք 4-ից 5 րոպե, մինչև փլավը հասունանա, այնուհետև մի լավ խառնում ենք և մատուցում։ Բարի ախորժակ։ Սիրելիներս, հնդկաձավարը այս տարբերակով պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե արդյոք հավանեցիք պատրաստման այս տարբերակը, շատ հետաքրքիր է։ Հնդկաձավարը այս բաղադրատոմսով ստացվում է հատիկ, հագեցնող և անչափ համեղ։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք օրհնված, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։